Արժեքներով է հաղթանակը, չարժեքներով հաղթանակ գոյություն չունի, օրերս իր ելույթում ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Արժեքների մասին խոսելիս Սրբազանը շեշտեց, որ փոփոխությունը կյանքում հենց այդ արժեքներով է տեղի ունենում, որի գերագույն արտահայտությունը Սուրբ Գիրքը ձևակերպում է որպես Աստծո սեր։ Բագրատ Սրբազանը հավելեց, որ հենց այդ սիրուց են առաջ գալիս այն գաղափարներն ու արժեքները, որոնք մարդուն մարդ են դարձնում, պատվի եւ անունի մեջ ապրեցնելով։ Սրբազան պայքարի առաջնորդն անդրադառնալով ներկայիս իրականությանը ասաց, որ այսօրվա հայաստանյան հայկական միջավայրը եւ օրակարգը մեկ բանի մասին է։ Ուրիշ օրակարգ այս պահին գոյություն չունի, որից բխում են նաեւ հաջորդական մյուս գաղափարները, երևույթները։ Մեկ օրակարգ կա այսօր։ Հեռացնել ստախոսը մեր կյանքից եւ այդպիսով հեռացնել ստախոսությունը մեր կյանքից։ Հրաժարվել ոչ միայն նրանից, այլև ամբողջ միջավայրից, որով ստեղծվել է այս, որի մեջ մենք բոլորս փաթաթված ապրում ենք, որի նաեւ շատ հաճախ ոչ միայն ծնունդ տվողներ, այլև շարժիչ ուժն ենք հանդես։ Շարունակելով միտքը ներկայիս իրավիճակով պայմանավորված Սրբազանն ասաց, որ բոլորն արդարանում են, ամեն ինչի համար են արդարանում, սակայն մարդը չէ իրեն արդարացնողը, այլ Աստված եւ պետությունն են արդարացնելու։ Մենք իրավունք չունենք փոքր հարցերով կամ որևէ հարցով իրարից բաժան գտնվելու։ Ես միշտ ասել եմ, մեր հասարակությունը, մեր կոչումը ընդհանրապես եւ այս պայքարի բովանդակությունը հենց դրա մասին է, որ մենք ոչ թե մնանք որպես մեղավորների հասարակություն, այլ հնարավորությունն ու միջավայրը ստեղծել, որպեսզի մեղավորների հասարակությունը դառնա արդարների հասարակ։